Կենտրոնական բանկի օրական $6 միլիոն ինտերվենցիաներից հետո շարունակում է դրամը արժեզրկվել։ Մինչև ուր կարող է սա հասնել։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ իր ազդեցությունը ունենալու է, որտեղ մի քիչ երկար process գնաց եւ կենտրոնական բանկը համոզված են, որ տիրապետում է ամբողջ համակարգին եւ կարծում եմ կկարգավորվի կկայունանա։ Այստեղ Գիտեք, երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև բոլոր գործիքներին տիրապետում են, նաև ինտերվենցիաների մասով կարծում եմ, որ բավականին պրոֆեսիոնալ են նրանք։ Գործիքներին տիրապետում են, բայց կարող է իզորու չէ։ Չէ, մի քիչ իներցիոն բան կա, իհարկե կլինի, բայց դա շատ արագ կարգավորվի իմ կարծիքով։ Իսկ նոր տարուց հետո, երբ որ արդեն ինտերվենցիա չի անում, ինչպես նշված էր ԿԲ-ի հայտարարության մեջ, ինչ պետք է տեղի ունենա, դոլարը կտրուկ արժևորվելու է։ Գիտեք, ընդհանրապես որևէ փոխարժեքի վերաբերյալ չեմ կարծում, որևէ իրեն մի քիչ հարգող տնտեսագետ կարողանա երկարատև որևէ, ասենք, կանխատեսում անել, բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ եւ կենտրոնական բանկը եւ կառավարությունը հետամուտ են լինելու, որպեսզի այդպիսի կտրուկ փոփոխություններ չլինեն։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր process-ին, դա գլոբալ process է, եթե նայեք օրինակ այլ երկրների արտարժույթներին, կտեսնեք, որ նրանց մոտ էլ կա որոշակի ուրեմն փոխարժեքի իջեցում, այսինքն ինքը գլոբալ երևույթ է։ Նույնիսկ եվրոյի պարագայում իջեցում է եւ դա արհեստական չի։ Դա արհեստական չի եւ ընդհանուր տնտեսական process-ներն են հասցնում դրան։ Օրինակ, եթե մենք երկու անգամ ավել արտահանում ունենայինք, մեր վրա այդ ազդեցությունը շատ ավելի քիչ կլիներ։ Դեք որ դոլարի արժևորման կամ դրամի արժևորման։ Բայց ասեմ, որ ընթացքը, այսինքն արտահանման ու ներմուծման դիվերսիֆիկացման, այնուամենայնիվ դրական է։ Եթե նայում ենք հարաբերակցությունը, մեր արտաքին չէ, աշխարհագրությունն նկատի ունեմ։ Օրինակ, եթե ճնշող մեծամասնությունը նախկինում Եվրոմիությունն ու ԱՊՀ երկրներն են, այսօր 44%-ը այլ երկրներ են։ Սա ճկունություն է տալիս եւ տնտեսությանը եւ մեր արտահանողներին, ընդհանրապես դրա դրական ազդեցությունը մենք շատ շուտով կզգանք։ Դուք շատ լավ գիտեք, պարոն Ճշմարիտյան, որ դոլարի արժևորման կամ դրամի արժեզրկման վրա շատ մեծ ազդեցություն ունի տրանսֆերտների նվազումը, ներդրումների նվազումը, ինչպես նաև արտահանման նվազումը։ Իսկ այդ բոլոր գործոնները մեր մոտ փայլուն վիճակում չեն, այսինքն կարող ենք ենթադրել, որ դրամը դեռ կարժեզրկվի։ Եվս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ այնուամենայնիվ արտաքին ազդեցությունների արդյունք է։ Եվ իսկ կենտրոնական բանկի եւ կառավարության խնդիրն է, որպեսզի հնարավորինս մեղմել այդ ազդեցությունը։ Ամբողջ աշխատանքը կառավարության եւ հիմնականում զուտ տնտեսական քաղաքականության մեջ ուղղված է հենց արտահանման ավելացման, արտահանման ուղղությունների ավելացմանը եւ ինքներդ էլ երևի համոզվել եք, որ վերջին ամիսների ընթացքում կամ ամբողջ տարվա ընթացքում այն ոլորտները, այն նախաձեռնությունները, որոնք վերաբերվում են կամ առնչվում են արտահանման ավելացման հետ, դրանք անպայման կառավարության կողմից աջակցություն են ստանում տարբեր ձևերով, բոլոր գործող մեխանիզմներով։ Այսինքն դա հնարավոր չի, որ իր արդյունքը մյուս տարվա մեջ չունենա։ Եվ այդ արդյունքների հենց այդ արդյունքների լինելու դեպքում էլ կարող են մեղմվել նաև այն ազդեցությունները, որի մասին մենք խոսեցինք։ Արտահանման աճ է, երբ որ համաշխարհային շուկայում կա պղնձի գների նվազում, մոլիբդենի գների նվազում, այսինքն որի վրա մեծ հաշվարկ է, բայց մեր մոտ եւ անվանացանքն է ավելացել։ Ճիշտ է, դանդաղ քիչ, մենք կուզենայինք, որ շատ ավելին լիներ, բայց կան արտաքին ազդեցություններ, որոնք այնուամենայնիվ դրա վրա ազդում են։ Շնորհակալություն։ Կլինի, որ այդ $6 միլիոն օրական ինտերվենցիա չանի ԿԲ-ն, իսկապես թողի լողացող կուրսի քաղաքականությունը։ Ես կարծում եմ իրենք ավելի պրոֆեսիոնալ տիրապետում են այդ ամեն ինչին, եթե գնացել են այդ քայլին, ուրեմն դա արդարացված է։ Չի փոշիանում, Չի փոշիանում, չէ։ Դա այնուամենայնիվ տնտեսության միջոցով էլի վերադառնալու։